Շաբաթվա կարևոր լուրերն Armenia Today-ից։ Ապրիլի 20-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքի Խոզնավար գյուղի ուղղությամբ։ Կրակոցներից վնասները նաև Եվրամիության առաքելությունն է արձանագրել։ Ապրիլի 23-ին եւս ադրբեջանական կողմը կրակել է Խոզնավարի ուղղությամբ, այս անգամ բնակելի տուն է վնասվել։ Հայաստանը կքննարկի հայ մարզիկների մասնակցությունն օկուպացված Ստեփանակերտում կայանալիք ԱՊՀ խաղերին։ Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա ջահերով երթը։ Երթի մեկնարկից առաջ Հանրապետության հրապարակում այրել են Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրոշներն այրելը սադրանք է որակել։ Ընդդիմությունն իր հերթին քննադատել է Փաշինյանի հայտարարությունը։ Էրդողանը մեծ եղեռնի իր ուղերձում կրկին խուսափել է ցեղասպանություն եզրույթից։ Թրամփը եւս իր ուղերձում չի օգտագործել ցեղասպանություն բառը։ Ազգային ժողովն ընդունել է հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու նախագիծը։ Իսկ տնտեսվարողները շարունակել են հարկային փոփոխությունների կասեցում պահանջել։ Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել։ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները 10 մեդալ են նվաճել։ Արցախցի սամբիստ Արման Ավանեսյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել։ Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե եւ 5 բրոնզե մեդալ։ Պարզվել է Ջենիֆեր Լոպեսի Երևանում համերգի կազմակերպմանը պետությունը մասնակցություն չունի։ Ըստ մամուլի երգչուհուն Հայաստան բերելու ծախսերը հոգացել է Քիմ Քարդաշյանը։ Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցեն նրա հուղարկավորությանը։